Սուրբ Զատիկի տոնին նախագահի նախկին թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանը իր հացադուլը դադարեցնելով վերսկսեց մարզային այցելությունները։ Նա հասցրել է լինել Սիսիանում, Կապանում, Գորիսում, իսկ այսօր արդեն նա Գյումրիում էր իր թիմակիցների հետ։ Այն քաղաքականությունը, որ իրականացնում է այս իշխանությունը 20 տարուց ավել է արդեն, դուք տեսնում եք, որ բերում է հենց այսպիսի խղճուկ, ողբալի, ամոթալի վիճակի։ Քիչ առաջ իմ շատ հարգելի ծանոթներից մեկը մոտեցավ ասեց. դանդաղ եք գնում, կտրուկ քայլերի գնացեք եւ այլն, բայց հավատացեք, որ կարևոր հաղթանակ արձանագրելու համար պետք է եւ ամբերատարություն եւ կամք, որպեսզի կարողանանք հասկանալ, որ մենք երկար ճանապարհ պետք է անցնենք։ Ռաֆի Հովհաննիսյանը իր ելույթի սկզբում նախ շնորհակալություն հայտնեց հրապարակում հավաքված գյումրեցիներին հացադուլի օրերին իրեն աջակցելու համար, ապա հրավիրեց մասնակցելու ապրիլի 9-ին ազատության հրապարակում կայանալիք երթմնակալության արարողությանը։ Այս վերջի 3 շաբաթները մի փոքր ծեր նման հաց չուտելով ես հասկացա, թե մեր ժողովրդի կեսը եւ սա կատակ չէ։ Ինչպես է ապրում։ Ռաֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը Գյումրի է եկել հավաքագրելու Բարևի Արևի լույսի բանակը։ Թող ոչ մեկը չքարոզի հայ ժողովրդին, որ Արցախը վտանգի տակ է։ Այո, Արցախը միշտ է վտանգի տակ է։ Եվ զգուշացնում եմ, Արցախի սպեցնազը, ՕՄՈՆ-ը, հատուկ նշանակության զորքերը, Ագանովի, Ագանովսկի, Ջոգադը հայտնի, թող իր գործի մեջ լինի Արցախի ներսում, հանգարց քաղաքացիական մեր պայքարում, թող հայ տղաները հալալ մեր հարազատ զինվորները չմտցնեն, պահանջում եմ և զգուշացնում։ Ժառանգության առաջնորդն իր ցավակցությունը հայտնեց Պրոշյանի գյուղապետ ազատամարտիկ դաշնակցական Հրաչ Մուրադյանի հարազատներին։ Հիշեցնենք, որ վերջինիս այսօր առավոտյան սպանված էին գտել գյուղապետարանի դիմաց։ Մենք պահանջում ենք, որ գործող դե ֆակտո իշխանությունները ապրիլի 9-ին ընթരാճ բացահայտեն այս կստմնելի հանրապետությունը եւ հանգարց չլինի, որ Սյունիքի, Գեղարքունիքի այլ սատրանքների և բրդությունների 18 թվականի փետրվարի 18-ի համատարած ընտրախախտումների հետքերով սա թերորի վախի սպառնալիքի հերթական դրսևորում է։ Ռաֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ Սերժ Սարգսյանին արված իր առաջարկությունների փաթեթը իշխանությունների կողմից շահարկվում է, որակվելով որպես քաղաքական առևտուր։ Ով խոսում է գործարքի արևդուրի շարժման մասին, հենց ինքն է, որ իր հետաքրքրի մեջ սեփական արշինի օրինակով ինքը գնացել է։ Ես գնում եմ բաց հրապարակային ժողովրդի հետ համախորհուրդ եւ ոչ մի գործարք բացի ժողովրդի շահը ներկայացնելուց։ Ռաֆի Հովհաննիսյանն իր համակիրների հետ երթով շարժվեց մինչև Գյումրու կենտրոնական հրապարակ, ման վարեց Գյումրու 7 վերք եկեղեցում, որից հետո շարունակեց քայլել քաղաքի փողոցներով, բարևեց քաղաքացիներին, պատասխանեց նրանց հարցերին եւ նշեց, որ նրանց կսպասի ապրիլի 9-ին ազատության հրապարակում։ Նաիրա Նալբանդյան, Համբարձում Պապոյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։